Mar. Յոնդո։ Շլավ ուտելես քսով ուզա։ Բայց այստեղ է դա pancake սարքել։ Հա։ Յոնդո։ Սպասիբո արվեց pancake։ Յոնդո, կյոնք, ինքն ուրախ եմ, չես պատկերացնի։ Յոնդո, Մաման պրես։ են կարել էսի, հա, եսում դու։ Պապան ու Վահանն են արել։ Թող էս հոսես։ Էսի քեզի։ Էսի կոբան։ Անդ ինչ մտքով է տանցով։ Գնացել է իրան շուր առնելու ինձ։ Ոնց որ ես ավելի լավն է, հա, քան նախորդս։ Հա, փաչով աստե, ջրի գոլորշիով, երկու հատը տենով։ Բայց իմուս տնեն որ դու տենաս։ Հա, տղես։ Բա, Самый лучший день. մասի, Ես քաշիկը հեն մարդ, ես քաշիկ։ Քոթոտա է զանի լավ։ Մասի։ Մասի, Իմի րոպե, բա որս ես փոքեցել չեմ հասկանալու, որը որտե լույսը կմարվի, հա։ Էսի ջրի տեղն է։ Խիմ պետք է ջուր Գոլորշիով որ էփի փափուկ մասերս։ Վահանը բերանը փակեց։ Շատ ճիշտ որոշում ա տղես։ Պապ այլ չի կարողանում Վահանը խոսա։ Ես կարում։ Ես եմ ասում։ Էսի մտնում ա մեջը։ Որ չես կարում հանես։ Ճոգի։ Հա, վերջնական մտցնում ես ու վсё, հասկանալի է, հա։ Всё։ Մար վերև։ Դու արջին բերելա, որ մտցնեմ մեջ։ Արա դի։ Էսի արջի համար բերել ես խորով ենք արջին։ Մեղք ա Վահան, արջը քո ընկերն ա։ Արջը ինքն ա, բայց դու ես արջի ընկերություն անում։ Շատ ուրախ եմ, ապրեմ։ Դուք ականատես եղաք այն պահին, երբ ամուսինս անակնկալ կերպով որոշեց, որ ինձ նորից պետք է նվիրի օդային տապակիչ։ Ինձ դեռ շատ վաղուց հետևող մարդիկ գիտեն, որ ես ունեի։ Այդ ժամանակ Հայաստանում նոր էր մուտք գործել, այդքան դեռ լայն տարածում չուներ։ Շատերը պնդում էին հետևորդներիցս, որ դա հաստատ պետք չի գալու, նույն ջեռոցն է, մնալու նույնիսկ որոշները պնդեցին, որ մնալու է դարակում, ես այդպես էլ դա չեմ օգտագործելու, բայց մի առ ժամանակ հետո ես հայտարարեցի, որ այնքան շատ եմ ես օգտագործում օրվա մեջ նույնիսկ մի քանի անգամ, որ մի օր պայթելու է։ Ես իհարկե կատակ էի անում, բայց այն հենց այդպես էլ եղավ եւ իրականում իսկապես մի օր պայթեց։ Ինձ համար շատ դժվար էր օդային տապակիչից հետո անցում կատարել մեծ ջեռոցին, քանի որ իրականում սրանք երկու տարբեր առաքելություններ ունեն, այսպես ասած, տարբեր բաների համար են նախատեսված այն մարդկանց համար է, ովքեր առողջ սննդի կողմնակից են եւ իրենց միշտ անհրաժեշտ է լինում ձեռքի տակ սա։ Մի քանի բան կպատրաստենք զուտ, որպեսզի փորձենք եւ այսպես անցանք գործ։ Այստեղ կկոտրեմ 2 ձու։ Աղ եւ հարումը։ Կավելացնեմ պանիր, մի փոքր, սա հալվող պանիր է։ Տապակի մեջ տեղավորում եմ լոշիկ։ 15 րոպեի 180 աստիճան տակ, 15 րոպեն բնականաբար շատ է, բայց ոչինչ։ Մինչ այստեղ պատրաստվում է մեր լոշիկը ձուն ու պանիրը, ես այստեղ արդեն լվացել եմ 1000 տերևները, լոլիկ կտրատեմ։ Կարող էինք լոլիկները հետը միասին եփել, բայց ինձ ավելի դուր է գալիս թարմ համը։ Այստեղ հնարավորություն կա, սեղմում ենք, ներսի լույսը վառվում է։ Տեսնում ենք, որ այն պատրաստ է, կարող ենք հանել։ Սա ձվի մնացորդներ են։ Սա երբ անջատում եմ, հարգելիներս, միանում է իր հովացման ռեժիմը մի պահ, հետո նոր այն ամբողջությամբ անջատվում է։ Ուրեմն թանկագիններս,
Այստեղ ես կշարեմ մի փոքր կաթնաշոր, քանի որ պաշտում եմ այն։ Հետո կշարեմ լոլիկները։ Հետո կդնեմ արդեն հազարի տերևները առատորեն, քանի որ ես այն անչափ շատ եմ սիրում։ Եվ կփակենք արդեն։ Այսպես։ Այսպիսի ֆանտաստիկ նախաճաշ է ստացվում, որպեսզի այն հեշտ լինի ուտելը։ Կբաժանեմ երկու մասի։ Այսպես։ Միանում է խրախճանքին նաև թաբուլեն։ Խնդրեմ իդեալական եւ առողջ նախաճաշ։ Այժմ ես կվայելեմ իմ նախաճաշը, որից հետո հավի թևիկներ ենք պատրաստելու։ Իդեալական։ Իմիջայլոց այս ամբողջ ընթացքում Վահանը վայելում է իր նոր լողավազանը, որը եւս Անդրանիկն է գնել, հա։ Տեսա, այդով է բացել, փակի շուտ արա։ Դե ինչ թանկագիններից, ինչպես եւ խոստացել էի, կպատրաստենք նաեւ ընթրիք, ժամանակը արդեն մոտենում է ընթրիքի եւ ես որոշել եմ հավի թևիկներով ինչ-որ մի բան պատրաստենք, որպեսզի ավելի հստակ հասկանան, թե ոնց է ստացվում։ Անցանք գործի։ Լվացված եւ մշակված հավի թևիկների այս եզրերի հատվածն եմ կտրում, որտեղ մեկ աստեղ ընդամենը կաշի է, համ էլ խորովվելուց եւ վելուց չորանումը կտրատում ենք իրենց մասերի։ Այսպիսի կտորներ ենք ստանում թանկագիններս։ Պատրաստում ենք սոուսը, տոմատ, սոյայի սոուս, ձեթ, կարմիր պղպեղ, սև պղպեղ, համեմունք, որը հենց նախատեսված է ջեռոցում միսը տապակելու համար, համեմունք, որը ընդհանուր տարբեր բանջարեղեններ է իր մեջ ներառում չորացած վիճակում։ Խանութում սրանք այս տեսքն ունեն։ Ցիտրոն, պարտադիր վայլատատիկի չորացրած ռեհան, այս ամենը այսպես լավ խառնում ենք։ Աղը մսի վրա անում ենք առանձին, որպեսզի ճիշտ կարողանանք զգալ։ Ալանի կամ աղի չլինի։ Այսպես, ահա։ Այսքանը բավական է։ Ես կթողնեմ մոտ կես ժամ այն կմարինացվի։ Այդ ընթացքում պարապ չեմ մնա եւ կանեմ հաջորդ գործողությունները։ Մանրակրկիտ լվացած ծաղկակաղամբին աղ եմ անում, կարմիր պղպեղ, սև պղպեղ, վերը նշված բանջարեղենային համեմունքը, սփրեյով ձեթ եմ ցողում։ Եվ այստեղ հենց ընտրում ենք, տեսեք, բանջարեղենի ռեժիմը, ուրեմն տալիս է 180 աստիճան, ինքը ավտոմատացված եւ ընդամենը 7 րոպե։ Եկեք վստահենք իրեն եւ տեսնենք, թե ինչ դուրս կգա գնաց։ Ուրեմն թանկագիններից ցանկանում եմ արձանագրել, որ ավտոմատ կերպով սկսեց օգտագործել այս հեղուկը, որը նախատեսված է գոլոշիի համար, այսինքն ես իրեն չտվեցի այդ հրահանգը, ինքը այդ ռեժիմով սկսեց աշխատել։ Եվ լավ վերջնարդյունքը կտեսնենք։ Դա ծաղկակաղամբն է, այսպես վրանք ոնց որ չորնի, բայց իրականում շատ փափուկ ու անմահական համեղ։ Օրինակ ես սա հենց սենց տապակած որ փորձեցի, զգացի, որ ինքը ինչ որ կեչուպի կամ թթվասերի մածուն սամից սենց սոուսի հետ
որ թաթախվեր շատ համով կլներ, բայց եմա տատիկը հրաժարվեց, մի խոսքով շուտով հավը պատրաստնի, տատիկին հենց այսպես կմատուցեմ։ Հիմա ուզում եմ նաև մի փոքր էլ ֆրի պատրաստեմ։ Խնդրեմ, կարտոֆիլները էլի ընդամենը ձեթի սփրեյ արած, աղա ամենավերջում ենք անում։ Մի խոսքով սենց տեսնում ենք, այստեղ կա ֆրի ռեժիմ, որ տալիս է 200 աստիճան եւ րոպեն 20 րոպե գնաց։ Սա էլ ֆրին, որ ինչպես տեսնում ենք, իդեալական պատրաստել է։ Հրաշալի է, պատկերացնում եք, եւ սրա մեջ ձեթ չկա, ինչքան անվնաս է։ Ունենք այստեղ հենց հավիկի համար նախատեսված ռեժիմ, տալիս է էլի 200 աստիճան, ընդամենը 15 րոպե։ Հա, ես հասկացա, հիշեցի, իմ հինը այդպես էր 15 րոպե մի կողմից էր եփում, հետո պետքա պտտենք 15-ել մյուս գնաց։ Այսպիսի թևիկներ են ստացվել, բայց մյուս կողմը միանշանակ կարիք ունի։ Էլի, այնպես որ կպտտենք մյուս կողմը, 15 րոպե մյուս կողմը։ Սա էլ մեր համեղ հավիկը, այսենց պատրաստեցի։ Ես ամեն դեպքում տատիկի համար մի փոքր էլ կարտոֆիլի պյուրե եմ սարքել, որտեվ ինքը սենց խրթխրթան ֆրի բնականաբար չի ուտելու։ Մի խոսքով, այսպիսի համեղ բան ստացվեց եւ շատ հյութեղ, երեսից խրթխրթան, ներսից հյութեղ հավիկներ պատրաստեց։ Օպրիմ ճարպաջարացը։ Սա էլ իմ նոր ընկեր է, այն արդեն իր պատվավոր տեղն ունի, այդ տարածքից հավաքել եմ ամեն ինչ, որտեղ իրենից ավելի կարևոր ոչ ոք չկար։ Կարճ ասած, ընթացքում արդեն իմ վլոգների, առօրյա վլոգների ընթացքում դուք շատ հաճախ վստահաբար կտեսնեք տարբեր բաղադրատոմսեր օդային տապակիչով։ Այսքանը սիրելիներ, շնորհակալ եմ այս տեսանյութը մինչև վեր դիտելու համար։ Պակա։